Յուրաքանչյուր մայր կարծում է, որ պատրաստ է ամեն ինչի, մինչև չի բախվում անհնարինին։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ձեր ամենամոտ մարդը, ձեր կյանքի հենարանը, ոչ միայն լքում է ձեզ ամենադժվար պահին, այլև դա անում է այնպիսի դավաճանությամբ, որը կսպաներ ցանկացած հույս։ Երբ այն մարդը, ով պետք է ձեր կողքին լիներ, դառնում է ձեր ցավի ևս մեկ աղբյուր։ Սա ոչ թե պարզապես դժվարություն է, այլ մի իրականություն, որը կարող է ջախջախել նույնիսկ ամենաուժեղին, բայց ամենասարսափելին դեռ առջևում է։ Այս պատմության մեջ մենք ցույց կտանք այն պահը, երբ հերոսուհին հասնում է բացարձակ հատակին, որտեղից թվում է ելք չկա, եւ հենց այդտեղ նա գտնում է մի անսպասելի բանալի, մի լուծում, որը թաքնված էր ամենաանհավանական տեղում։ Սա ոչ թե հրաշքի մասին է, այլ այն մասին, թե ինչպես կարելի է ստեղծել այդ հրաշքը սեփական ձեռքերով։ Պատրաստվեք տեսնելու, թե ինչպես է մարդկային ոգին կոտրում ժայռերը։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա եւ գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Ճնշող լռություն էր տիրում հիվանդասենյակում, միայն բժշկական սարքերի միապահաղ ռիթմիկ ձայնն էր խախտում այն։ Օդում կախված էր դեղորայքի եւ հականեխիչների սուր, ամփոփող հոտը, որը կարծես ներծծվել էր պատերի մեջ։ Սենյակը կիսախավար էր, լուսավորված միայն մոնիտորների թարթող կանաչ ու կարմիր լույսերով եւ պատուհանից ներս սողոսող քաղաքի գիշերային լույսերի թույլ շողերով։ Մահճակալին, սպիտակ սավանների մեջ կորած, պառկած էր 7-ամյա Արմանը։ Նա փոքրիկ էր ու փխրուն, դեմքը գունատ, իսկ ձեռքին միացված կաթիլայնի բարակ հողովակը կարծես ընդգծում էր նրա խոցելիությունը։ Նրա կողքին, փոքրիկ անհարմարաթորին, քարացած նստել էր մայրը, Սյուզանը։ Նրա աչքերը կարմրել էին անքնությունից, իսկ դեմքին դաջվել էր ամիսների հոգնածությունը, բայց որդուն ուղված հայացքում կար անսահման սեր եւ պողպատե զգոնություն։ Նա մեխանիկորեն շոյում էր Արմանի մազերը, կարծես վախենալով նույնիսկ մի պահ կտրվել նրանից։ Հանկարծ մոնիտորի ձայնը կտրուկ փոխվեց, դառնալով տագնապալի ու հաչախակի։ Սյուզանը կայծակնաբար ցատկեց տեղից։ Մի վայրկյանում նրա հոգնածությունն անհետացավ, փոխարինվելով սուր կենտրոնացած լարվածությամբ։ Արման ջան, մաման այստեղ է։ Ամեն ինչ լավ է լինելու, լսում ես։ Շշնջաց նա, միաժամանակ ստուգելով կաթիլայինի խողովակները եւ սարքի էկրանը։ Նրա շարժումները վարժ էին, տարիների փորձով մշակված։ Սեղմելով բուժքրոջ կանչի կոճակը, նա սպասեց։ Վայրկյաններ անց սենյակ ներս վազեց երիտասարդ բուժքույրը։ Ինչ է պատահել, Սյուզան, հարցրեց նա անհանգիստ։ Սրտի ռիթմն է արագացել, ճնշումն էլ ընկնում է, հանգիստ, բայց պահանջկոտ ձայնով պատասխանեց Սյուզանը։ Բուժքույրը մոտեցավ, ստուգեց սարքերը եւ դեմքի անհանգիստ արտահայտությամբ ասաց. Հիմա բժշկին կկանչեմ, մի անհանգստացեք։ Բուժքրոջ հեռանալուց հետո Սյուզանը մնաց մենակ որդու հետ։ Նա բռնեց Արմանի փոքրիկ սառը ձեռքը։ Դու ուժեղ ես, իմ տղա, դու իմ սուպեր հերոսն ես, պայքարիր, խնդրում եմ, շշնջաց նա որդու ականջին։ Դուռը բացվեց եւ ներս մտավ բժշկուհի Աննա Վարդանյանը, հանգիստ եւ վստահ։ Սյուզան, եկեք մի պահ դուրս գանք, թողեք մենք մեր գործն անենք, ասաց նա։ Սյուզանը չէր ուզում բաց թողնել որդու ձեռքը։ Ես այստեղ կմնամ, համառեց նա։ Խնդրում եմ, միջանցքում սպասեք, մի քանի րոպեից կգամ, փափուկ, բայց հաստատակամ տոնով կրկնեց բժշկուհին։ Սյուզանը դժկամությամբ համաձայնեց, համբուրեց Արմանի ճակատը եւ դուրս եկավ երկար ու սառը միջանցք։ Լյումինեսցենտային լամպերի լույսը ընդգծում էր պատերի ստերիլ սպիտակությունը, եւ Սյուզան սկսեց քայլել այս ու այն կողմ, ինչպես վանդակում փակված գազան։ Նա հանեց հեռախոսը եւ զանգեց ամուսնուն, Դավիթին։ Երկար զանգերից հետո Դավիթը վերցրեց։ Նրա ձայնը քնաթաթախ էր։ Ալո, Սյուզ, ինչ է եղել, գիշերվա ժամը 3-ն է, դժգոհեց նա։ Դավիթ, Արմանի վիճակը վատացել է, կարող ես գալ, փորձելով հանգիստ մնալ, ասաց Սյուզանը։ Հեռախոսի մյուս կողմում լսվեց հոգոց։ Նորից, Սյուզան, բժիշկները կողքին են, չէ՞։ Ես ինչ կարող եմ անել։ Առավոտյան կարևոր հանդիպում ունեմ։ Սյուզանի դեմքը քարացավ։ Քո որդին է այստեղ պայքարում կյանքի համար, իսկ դու հանդիպման մասին ես մտածում, հարցրեց նա սառած ձայնով։ Ես դրա մասին չեմ մտածում, բայց ես պետք է աշխատեմ, որ այդ հիվանդանոցի փողը վճարեմ։ Իմ ներկայությունն այնտեղ ոչինչ չի փոխի։ Հանգստացիր եւ առավոտյան կխոսենք։ Դավիթն անջատեց։ Սյուզանը նայեց հեռախոսին, կարծես թունավոր օձ լիներ։ Նա մենակ էր, ինչպես միշտ։ 15 րոպե անց բժշկուհի Վարդանյանը դուրս եկավ սենյակից։ Կայունացրինք, հիմա քնած է, ասաց նա։ Սյուզանը թեթևացած շունչ քաշեց, բայց բժշկուհու հաջոր խոսքերը նորից խլեցին հողը նրա ոտքերի տակից։ Սյուզան, պետք է խոսենք։ Նրա վիճակը պրոգրեսիվ վատանում է։ Այստեղի բուժումն այլևս բավարար չէ։
Այսինքն ինչ, ուրիշ ինչ կարող ենք անել, ձայնի դողը թաքցնելով հարցրեց Սյուզանը։ Բժշկուհին նայեց նրան ուղիղ աչքերի մեջ։ Գոյություն ունի փորձարարական բուժում Շվեյցարիայում, մի կլինիկայում։ Դա շատ թանկ է, գրեթե անհասանելի, բայց դա միակ հույսն է։ Այս խոսքերը որպես մուրճի հարված հնչեցին։ Անհասանելի, միակ հույսը։ Այս երկու բառակապակցությունները պտտվում էին Սյուզանի գլխում, խլելով վերջին ուժերը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին իմանալու համար, թե ինչպես Սյուզանը կպայքարի իր որդու կյանքի համար։ Իսկ դուք, սիրելի հանդիսատես, որ քաղաքներում կցանկանայիք տեսնել մեր հերոսների պատմության զարգացումը, Երևանում, թե Գյումրիում։ Սյուզանը նայեց հիվանդասենյակի դրանը, որի ետևում նրա ամբողջ տիեզերքն էր, իսկ հետո նայեց բժշկուհուն։ Նրա աչքերում հուսահատության փոխարեն վճռականության կայծ վառվեց։ Նա դեռ չգիտեր ինչպես, բայց նա գիտեր, որ պետք է հասնի Շվեյցարիա։ Այդ վճռականության կայծը Սյուզանի հայացքում վառվեց մի պահ, մոխրացնելով հոգնածությունն ու հուսահատությունը։ Բայց իրականությունը դաժան էր եւ անողոք։ Մինչ նա կանգնած էր հիվանդանոցի սառը միջանցքում, մտովի արդեն Շվեյցարիայում։ Նրա հիշողությունը նրան տարավ 2 տարի հետ, մի աշխարհ, որտեղ դեռ արևն էր շողում։ Նրանց տունը լի էր լույսով եւ ծիծաղով։ Այդ օրը Արմանի 5-րդ տարեդարձն էր։ Ընդարձակ հյուրասենյակը զարդարված էր գունավոր փուչիկներով, իսկ սեղանին հպարտորեն կանգնած էր մեծ տորթը՝ «Շնորհավոր ծնունդդ, Արման» գրությամբ։ Ուրախ մանկական երաժշտություն էր հնչում, եւ Արմանը ծիծաղելով վազվզում էր սենյակով, իսկ նրա հետևից վազում էր Դավիթը, երջանիկ ու անհոգ։ «Կբռնեմ քեզ, իմ չեմպիոն», ծիծաղելով գոռում էր նա։ Սյուզանը խոհանոցից դուրս եկավ, ձեռքին հյութով սկահակ, եւ նայելով ամուսնուն ու որդուն, նրա դեմքը փայլեց երջանկությունից։ Սա կատարյալ ընտանիքի կատարյալ պատկեր էր։ «Դավիթ, զգույշ, կընկնի», շպտալով ասաց նա։ Դավիթը բռնեց Արմանին, բարձրացրեց օդ եւ սկսեց պտտել։ Արմանի զրնգուն ծիծաղը լցնում էր սենյակը։ «Էլի, հայրիկ, էլի», պահանջում էր տղան։ Եվ հենց այդ պահին Սյուզանը նկատեց մի բան, մի աննշան, գրեթե անտեսանելի մանրուք։ Երբ Դավիթը Արմանին իջեցրեց գետնին, տղայի ոտքերը մի պահ թուլացան, եւ նա քիչ մնաց ընկներ։ Դա տևեց ընդամենը մի վայրկյան։ Դավիթը չնկատեց, բայց Սյուզանը, մայրը, նկատեց, եւ նրա ժպիտը մի պահ սառեց։ Այդ աննշան դրվագը դարձավ մղձավանջի սկիզբը։ Մի քանի ամիս անց բժշկի գրասենյակում նրանք լսեցին դատավճիռը։ Մթնոլորտը լարված էր։ Արմանը անկյունում խաղում էր խաղալիքներով, իսկ բժիշկը, նայելով անալիզների պատասխաններին, խոսում էր հանգիստ, բայց սառը ձենով։ «Մենք մի շարք հետազոտություններ ենք արել։ Ցավոք, Արմանի մոտ հայտնաբերել ենք հազվագյուտ գենետիկ հիվանդություն, այն ախտահարում է նյարդային համակարգը»։ Սյուզանը սառեց, բռնելով Դավիթի ձեռքից։ «Բուժում կա», հարցրեց նա, հույսի վերջին նշույլին կառչած։ «Կա պահպանողական թերապիա, որը կարող է դանդաղեցնել հիվանդության զարգացումը, բայց ամբողջական բուժում, ցավոք, դեռ գոյություն չունի», պատասխանեց բժիշկը։ Դավիթը կտրուկ ընդհատեց նրան։ «Ինչ է նշանակում գոյություն չունի, 21-րդ դարն է, պետք է որ մի լուծում լինի, գուցե սխալվել եք, եկեք ուրիշ տեղ ստուգենք»։ Նրա ձայնի մեջ զայրույթ կար եւ անհավատություն։ Նա չէր կարող ընդունել այն, ինչ լսում էր։ Բայց Սյուզանի հայացքը գամված էր Արմանին, ով անհոգ խաղում էր, չիմանալով իր գլխին կախված դատավճռի մասին։ Այդ օրվանից նրանց կյանքը բաժանվեց առաջի եւ հետոյի։ Հիվանդանոցները դարձան նրանց երկրորդ տունը, իսկ հույսն ու հուսահատությունը մշտական ուղեկիցները։ Դավիթը, ով սովոր էր խնդիրները լուծել տրամաբանությամբ, բախվեց մի իրավիճակի, որը չէր կարող ուղղել։ Եվ նա սկսեց կոտրվել։ Նա ավելի ու ավելի շատ ժամանակ էր անցկացնում աշխատավայրում, փախչելով տան ճնշող մթնոլորտից, Փախչելով իր անօգնության զգացումից։ Այժմ, երբ Սյուզանը վերադարձել էր հիվանդանոցից մի քանի ժամով հանգստանալու, տունը դատարկ էր ու սառը։ Հյուրասենյակի պատին դեռ կախված էր Արմանի 5-ամյակի նկարը, երջանիկ ընտանիքի խորհրդանիշը։ Սյուզանը նայեց նկարին եւ դառնորեն հեկեկաց։ Երբ Դավիթը մտավ տուն, նա հարցրեց. «Ինչպես է նա»։ «Բժշկուհի Վարդանյանն ասում է, որ մեզ միայն Շվեյցարիան կարող է օգնել», արցունքները սրբելով, պատասխանեց Սյուզանը։ Դավիթը լուռ գնաց խոհանոց, ջուր լցրեց եւ հարցրեց. «Եվ որքան է արժի այդ հաճույքը»։ «Ես չգիտեմ, շատ, բայց մենք պետք է փորձենք, կվաճառենք բնակարանը, մեքենան, ես կաշխատեմ», հուսահատ ասաց Սյուզանը։ Դավիթը շրջվեց եւ նրա ձայնը բարձրացավ. «Սյուզան, իրատես եղիր, մենք չենք կարող 100 հազարավոր դոլարներ հավաքել։ Բժիշկները մեզ կեղծ հույս են տալիս, պետք է ընդունենք իրականությունը»։ «Ինչ իրականություն, Դավիթ, որ պետք է նստենք ու սպասենք, թե ինչպես է մեր երեխան հանգչում, դա է քո իրականությունը»։
անհավատալի հայացքով հարցրեց Սյուզանը։ Ես դա չասացի, ես ասում եմ, որ պետք չէ վազել անհասանելի երազանքների հետևից եւ վատնել այն, ինչ ունենք, պաշտպանվեց Դավիթը։ Նրա կյանքը քեզ համար անհասանելի երազանք է, շշնջաց Սյուզանը։ Նրանց միջև առաջացած անդունդը այդ պահին դարձավ անհաղթահարելի։ Հաջորդ օրը Սյուզանը պետք է գնար բժշկի հետ խոսելու Շվեյցարիայի կլինիկայի հետ կապ հաստատելու մանրամասների շուրջ։ Նա զանգեց Դավիթին հիշեցնելու. «Դավիթ, չմոռանաս, ժամը 2-ին։ Այսօր չի ստացվի, չնախատեսված ժողով է, ինձնից է կախված ամբողջ նախագիծը։ Դու գնա, հետո ինձ կպատմես», շտապողական պատասխանեց նա։ Երեկոյան, երբ Սյուզանը տուն վերադարձավ, Դավիթի բաճկոնի գրպանից պատահաբար ընկավ մի կտրոն։ Սյուզանը վերցրեց այն։ Դա ռեստորանի կտրոն էր, այսօրվա ամսաթվով, ժամը 2-ից 4-ը, եւ նա մենակ չէր եղել։ Սյուզանը նստեց բազմոցին, ձեռքին սեղմած կտրոնը։ Նրա ամուսինը ոչ թե ժողովի էր եղել, այլ ռեստորանում, այն ժամին, երբ պետք է իրենց որդու ապագան քննարկեին։ Սա ոչ թե պարզապես սուտ էր, սա դավաճանություն էր, եւ դա միայն սկիզբն էր։ Դավաճանության սառը զգացումը սեղմեց Սյուզանի սիրտը։ Բայց նա ժամանակ չուներ ցավի մեջ խորանալու։ Ռեստորանի կտրոնը դարձավ ոչ թե վեճի առարկա, այլ լուր հաստատում այն բանի, որ նա այս պայքարում մենակ է։ Հաջորդ օրը հիվանդասենյակում նա փորձում էր կերակրել Արմանին, ով նստած էր մահճակալին, մեջքին բարձր դրված եւ կլանված նկարում էր։ «Արի իմ տղա, մի գթալել կեր, ուժ է պետք քեզ», համոզում էր Սյուզանը։ «Չեմ ուզում, համեղ չի», առանց նկարից կտրվելու պատասխանեց Արմանը։ «Գիտեմ, որ համեղ չի, բայց պետք է, տես ինչ եմ բերել քեզ համար», ասաց Սյուզանը եւ պայուսակից հանեց նոր նկարչական ալբոմ ու գունավոր մատիտների մեծ տուփ։ Արմանի աչքերը փայլեցին։ «Իսկականնե՞րն են», հարցրեց նա։ «Ամենաիսկականները, որ դու քո սուպերհերոսներին նկարես», ժպտացած Սյուզանը։ Արմանը վերցրեց ալբոմը եւ սկսեց նկարել մի մարդու, մեծ թիկնոցով։ «Սա սուպերմաման է, նա կարող է ամեն ինչ անել», ասաց նա։ Սյուզանի սիրտը սեղմվեց։ Նա համբուրեց որդու գլուխը, ներսում երդվելով, որ կդառնա այդ սուպերհերոսը։ Նրա առաջին քայլը բանկն էր։ Նա նստած էր վարկային մասնագետի սեղանի դիմաց, փորձելով բացատրել իրավիճակը, բայց բառերը խեղդվում էին պաշտոնական անտարբերության պատի մեջ։ «Տիկին Սարգսյան, ձեր ընտանիքն արդեն ունի հիփոթեկային վարկ, ձեր ամուսնու աշխատավարձը բավարար չէ եւս մեկ մեծ վարկ ստանալու համար, մենք չենք կարող ձեզ գումար տրամադրել», անկրկոտ տոնով ասաց մասնագետը։ «Բայց սա կյանքի ու մահվան հարց է, իմ երեխան», սկսեց Սյուզանը։ «Ես հասկանում եմ, բայց բանկը կանոններ ունի, մենք ռիսկերը գնահատում ենք, ցավում եմ», ընդհատեց նա։ Առաջին դուռը փակվեց։ Այդ երեկո տանը Սյուզանը լուր հավաքում էր իր զարդերը, ամուսնական մատանին, ականջողերը, շղթան, որը Դավիթն էր նվիրել։ Նա դնում էր դրանք տուփի մեջ, երբ Դավիթը մտավ սենյակ։ «Ինչ ես անում», հարցրեց նա։ «Այն ինչ պետք է, սա կօգնի ծածկել առաջիկա ծախսերը», հանգիստ պատասխանեց Սյուզանը։ Դավիթի դեմքը բարկությունից կարմրեց։ «Խելագարվել ես, դու չես կարող մեր հիշողությունները վաճառել»։ «Այդ հիշողություններն իմաստ չունեն, եթե Արմանը մեզ հետ չլինի, դու դա չես հասկանում», առանց ձայնը բարձրացնելու ասաց Սյուզանը։ «Ես հասկանում եմ, որ դու կորցրել ես իրականության զգացումը, դու քանդում ես այն ամենը, ինչ մենք ստեղծել ենք», գրեթե գոռաց Դավիթը։ «Ես փորձում եմ փրկել այն ամենը, ինչ մեզ մնացել է, մեր որդուն։ Իսկ դու ինչ ես անում, Դավիթ, բացի բողոքելուց եւ ինձ մեղադրելուց, դու ինչ ես անում»։ Դավիթը լռեց, նա պատասխան չուներ։ Նա շրջվեց եւ դուրս եկավ սենյակից, թողնելով Սյուզանին մենակ իր զարդերի եւ կոտրված հիշողությունների հետ։ Հաջորդ օրը գրավատան կեղտոտ վաճառասեղանի մոտ գնահատողը, անտարբեր տեսքով մի մարդ, խոշորացույցով զննում էր նրա անցյալը։ «Սա ոսկի է, բայց հին դիզայնով, շատ չեմ կարող տալ», ասաց նա եւ մի գումար նշեց, որը շատ ավելի քիչ էր, քան Սյուզանը հույս ուներ։ Բայց նա այլ տարբերակ չուներ։ «Համաձայն եմ», կուլ տալով հպարտությունը, ասաց նա։ Դուրս գալով փողոց, ձեռքին սեղմած կանխիկ գումարը, նա իրեն դատարկված էր զգում։ Նա վաճառել էր իր անցյալի մի մասը հանուն անորոշ ապագայի։ Երեկոյան, երբ նա հիվանդանոցում էր, հեռախոսը զանգեց, անծանոթ համար էր։ «Տիկին Սարգսյան, բանկից ենք անհանգստացնում, ձեր հիփոթեկային վարկի 2 ամսվա վճարումը ուշացել է։ Եթե 10 օրվա ընթացքում չմարեք գումարը, մենք ստիպված կլինենք սկսել բնակարանի բռնագանձման գործընթաց», հնչեց պաշտոնական ձայնը։ Սյուզանը սառեց, նրա ձեռքի գումարը միայն կաթիլ էր ծովում, պատերը սեղմվում էին նրա շուրջը։ Նա նայեց պատուհանից դուրս, դեպի մութ քաղաքը, եւ առաջին անգամ զգաց բացարձակ հուսահատություն։ Իսկ կարող էր արդյոք ավելի վատ լինել։ Պարզվում է, այո։
Հենց այդ պահին նրա հեռախոսին հաղորդագրություն եկավ Դավիթից։ Նա բացեց այն, սրտում թույլ հույս ունենալով, որ գուցե ամուսինը զղջացել է, գուցե ուզում է օգնել, բայց հաղորդագրությունը կարճ էր և անողոք. «Սյուզան, ես այլևս չեմ կարող, ես իրերս կհավաքեմ ու կգնամ, ինձ մի փնտրիր»։ Հեռախոսը սահեց նրա ձեռքից և ընկավ հատակին։ Ամուսինը լքում էր նրան։ Ոչ թե պարզապես վիճում, ոչ թե ժամանակավորապես հեռանում, այլ լքում էր, հենց այն պահին, երբ նա ամենաշատն էր նրա կարիքն ունեցել։ Հեռախոսը հատակին ընկնելու ձայնը կարծես պայթյունի պես հնչեց Սյուզանի գլխում։ Մի պահ ամեն ինչ խամրեց, հիվանդանոցի միջանցքի լույսերը սկսեցին պտտվել, իսկ սարքերի միապաղաղ ձայնը վերածվեց խուլ բզզոցի։ Նրա սիրտը սկսեց բաբախել այնպիսի ուժգնությամբ, որ թվում էր կպոկի կրծքավանդակը։ Նա հենվեց պատին, փորձելով շունչ քաշել, բայց օդը չէր հերիքում։ Դավիթը գնացել էր։ Այս միտքը ոչ թե ուղղակի ցավեցնում էր, այլ ֆիզիկապես ոչնչացնում։ Այդ գիշեր Արմանի վիճակը կտրուկ վատացավ։ Նա տենդի մեջ էր, դժվարությամբ էր շնչում, և սարքերը տագնապալի ազդանշաններ էին տալիս։ Սյուզանին դուրս հանեցին միջանցք, և նա կանգնած նայում էր փակ դռանը, դեմքին ոչ մի զգացմունք, միայն սառը, քարե դիմակ։ Արցունքներն այլևս չկային։ Նա մեխանիկորեն զանգում էր Դավիթին։ 1 անգամ, 2, 3, ոչ ոք չէր պատասխանում։ Նա հաղորդագրություն գրեց. «Արմանը շատ վատ է, արի հիվանդանոց»։ Անցավ 1 ժամ, որը թվաց հավերժություն, Դավիթը չեկավ։ Երբ բժշկուհի Վարդանյանը վերջապես դուրս եկավ հոգնած ու մտահոգ դեմքով և ասաց, որ Արմանին ստիպված են եղել արհեստական քնի մեջ դնել, Սյուզանը նույնիսկ չթարթեց։ Նա կարթնանա, մեխանիկական ձայնով հարցրեց նա։ «Հուսանք», պատասխանեց բժշկուհին, «գնացեք տուն, հանգստացեք»։ Բայց Սյուզանը գիտեր, որ իր համար այլևս տուն չկա։ Նա մտավ սենյակ և ամբողջ գիշեր նստեց անշարժ պառկած որդու կողքին, պահելով նրա ձեռքը։ Հաջորդ առավոտյան, երբ նա մի քանի րոպեով տուն եկավ լոգանք ընդունելու, մղձավանջը շարունակվեց։ Մոտենալով շենքին, նա տեսավ Դավիթի մեքենան։ Եվ Դավիթը դուրս էր գալիս մեքենայից։ Նա մենակ չէր, նրա հետ մի երիտասարդ կին էր։ Նրանք ծիծաղում էին։ Դավիթը թեթևակի գրքեց կնոջը հրաժեշտ տալիս։ Սյուզանը կանգ առավ։ Նա կարծես քար կտրեց։ Այն մարդը, ում նա զանգում էր ամբողջ գիշեր, այն մարդը, ում որդին մահվան եզրին էր, իր առավոտն անցկացնում էր ուրիշ կնոջ հետ։ Դավիթը նկատեց Սյուզանին, և նրա ժպիտը սառեց դեմքին։ «Սյուզան, սա այն չէ, ինչ դու մտածում ես, սա իմ գործընկերն է, մենք նախագիծն էինք քննարկում», շփոթված կակացեց նա։ Սյուզանը նայեց նրան սառը դատարկ հայացքով։ «Գործընկեր։ Գիշերը ժամը 3-ին դու ժողովի էիր, 3 երեկոյան, երբ ես քեզ զանգում էի, դու ռեստորանում էիր նախագիծ քննարկում, իսկ հիմա քո որդին հիվանդանոցում է, իսկ դու այստեղ ծիծաղում ես»։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց այդ հանգստության տակ պողպատ կար։ Ես այլևս չեմ դիմանում, Սյուզան, այս ամենը, ես ուժեղ չեմ, ինչպես դու, վերջապես խոստովանեց Դավիթը։ Ուժը։ Դու ուժը շփոթում ես փախուստի հետ, դու պարզապես փախչում ես։ Գնա Դավիթ, գնա քո նոր կյանքին, բայց հիշիր, դու ոչ միայն ինձ ես լքում, դու քո որդուն ես լքում։ Նա շրջվեց և մտավ շենք, թողնելով Դավիթին կանգնած մայթին, ջախջախված և ամոթահար։ Բնակարանում Սյուզանը վերջապես թույլ տվեց իրեն լաց լինել։ Նա հեկեկում էր ոչ թե Դավիթի համար, այլ իր մենակության, իր անելանելիության համար։ Բանկի զգուշացումը, Դավիթի դավաճանությունը, Արմանի վիճակը, այս ամենը միախառնվել էր մի հսկայական, սև ալիքի, որը սպառնում էր խեղդել նրան։ Նա նայեց հեռախոսին։ Բանկից նոր հաղորդագրություն էր եկել։ Նա բացեց այն, ակնկալելով տեսնել ևս մեկ սպառնալիք, բայց տեքստը տարօրինակ էր։ «Հարգելի տիկին Սարգսյան, տեղեկացնում ենք, որ ձեր հիփոթեկային պարտքի մի մասը 2 ամսվա գումարի չափով այսօր մարվել է, մարումը կատարվել է անանուն»։ Սյուզանը մի քանի անգամ վերընթերցեց հաղորդագրությունը։ Անանուն մարում։ Ո՞վ կարող էր դա անել։ Դավիթը։ Ոչ, նա հենց նոր էր փախչում պատասխանատվությունից։ Իսկ ո՞վ ուրիշ։ Այս անսպասելի անհասկանալի իրադարձությունը մի փոքրիկ լույսի շող էր անթափանց խավարի մեջ։ Բայց արդյոք դա հույս էր, թե մեկ այլ, ավելի բարդ խաղի սկիզբ։ Այդ անանուն վճարումը Սյուզանի մտքում խառնաշփոթ էր առաջացրել։ Ո՞վ կարող էր լինել այդ խորհրդավոր բարերարը։ Այս հարցը պտտվում էր նրա գլխում, երբ նա վերադարձավ հիվանդանոց։ Նա մտավ Արմանի սենյակ և սառեց։ Որդին արթնացել էր։ Նա նստած էր մահճակալին և թույլ ժպիտով նայում էր իրեն։ «Մամ», հազիվ լսելի շշնջաց նա։ Սյուզանը մոտ վազեց, գրկեց նրան այնքան զգույշ, որքան հնարավոր էր։ «Իմ տղա, իմ աշխարհ», արտասվում էր նա, այս անգամ երջանկությունից։
Այդ պահին սենյակ մտավ բժշկուհի Վարդանյանը։ Նրա դեմքին անսովոր արտահայտություն կար, կարեկցության եւ ինչ-որ անհանգստության խառնուրդ։ «Սյուզան, կարող ենք մի պահ խոսել», ասաց նա։ Նրանք դուրս եկան միջանցք։ Արմանի վիճակը կայունացել է, բայց դա ժամանակավոր է։ «Մենք պետք է շտապենք։ Ես կապվել եմ Շվեյցարիայի կլինիկայի հետ։ Նրանք պատրաստ են ընդունել Արմանին, բայց պահանջում են նախնական վճար՝ 50,000 եվրո, եւ դա պետք է արվի 1 շաբաթվա ընթացքում»։ 50,000 եվրո։ 1 շաբաթ։ Թվերը որպես մահվան դատավճիռ հնչեցին։ Սյուզանի նորածին հույսը սկսեց խամրել։ Ես չգիտեմ որտեղից գտնեմ այդքան գումար, հուսահատ շշնջաց նա։ Բժշկուհին մի պահ լռեց, հետո ասաց մի բան, որը տարօրինակ թվաց. «Գուցե ձեր ամուսինը կարողանա օգնել, նա հաջողակ ծրագրավորող է, չէ»։ «Նա մեզ լքել է», դառնությամբ պատասխանեց Սյուզանը։ Բժշկուհին զարմացած նայեց նրան, բայց ոչինչ չասաց։ Սյուզանը վերադարձավ տուն, ջախջախված, նա չգիտեր ինչ անել։ Նա սկսեց փնտրել փաստաթղթեր, գուցե կարողանար ինչ-որ բան վաճառել։ Բացելով Դավիթի աշխատանքային սեղանի դարակը, որը միշտ փակ էր լինում, նա նկատեց մի թղթապանակ։ Հետաքրքրությունից դրդված նա բացեց այն։ Ներսում Դավիթի աշխատանքային պայմանագրերն էին, բանկային քաղվածքներ, եւ այն, ինչ նա տեսավ, ստիպեց նրան սառչել։ Դավիթի աշխատավարձը 3 անգամ ավելի բարձր էր, քան նա երբևէ ասել էր իրեն։ Նրա հաշվին կային խոշոր խնայողություններ, գումարներ, որոնց գոյության մասին Սյուզանը նույնիսկ չէր կասկածում։ Բայց ամենասարսափելին առջևում էր։ Թղթապանակի խորքում նա գտավ մեկ այլ փաստաթուղթ։ Դա Արմանի ապահովագրական պոլիսն էր։ Դավիթը տարիներ առաջ կյանքի ապահովագրություն էր կնքել որդու համար։ Եվ այդ պոլիսի շահառուն ինքը Դավիթն էր։ Ապահովագրական գումարը հսկայական էր՝ $500,000, որը պետք է վճարվեր երեխայի մահվան դեպքում։ Սյուզանի շունչը կտրվեց, աշխարհը պտտվեց նրա շուրջը։ Բոլոր կտորները միանգամից իրենց տեղն ընկան։ Դավիթի անտարբերությունը, նրա մշտական խոսակցությունները իրականությունն ընդունելու մասին, նրա մերժումը պայքարելու, նրա սուտը ժողովի մասին, նրա հեռանալը։ Նա ոչ թե պարզապես փախչում էր դժվարություններից, նա սպասում էր։ Նա սպասում էր, որ իր որդին մահանա, որպեսզի ստանա այդ գումարը։ Իսկ Շվեյցարիան, բուժումը կխանգարեր նրա ծրագրերին։ Անանուն վճարումը բանկին, դա նույնպես նա էր արել։ Ոչ թե օգնելու համար, այլ որպեսզի ժամանակ շահի։ Որպեսզի Սյուզանը չկասկածի, որ բնակարանը չկորցնեն մինչև վերջ։ Սյուզանը նստեց հատակին ձեռքին սեղմած ապահովագրական պոլիսը։ Նրա մարմինը դողում էր, բայց ներսում սառցե դատարկություն էր։ Այն մարդը, ում նա սիրում էր, ում հետ կյանք էր կառուցել, ումից երեխա էր ունեցել, հրեշ էր, եւ նա այդքան ժամանակ ապրել էր այդ հրեշի հետ, կույր լինելով։ Նրա ամբողջ անցյալը, բոլոր հիշողությունները, երջանիկ օրերը, ծիծաղը, սիրո խոստովանությունները, այս ամենը վերածվեց ստի եւ կեղծիքի մի հսկայական կույտի։ Նա նայեց պատին կախված իրենց հարսանեկան նկարին, երկու երջանիկ մարդիկ, բայց հիմա նա տեսնում էր միայն մի կնոջ եւ մի դերասանի, ով սառնասրտորեն սպասում էր իր որդու մահվանը։ Այս գիտակցումը ավելի ցավոտ էր, քան ցանկացած ֆիզիկական հարված։ Սա դավաճանության գագաթնակետն էր, եւ հենց այդ պահին Սյուզանը հասկացավ, որ իր պայքարը միայն Արմանի հիվանդության դեմ չէ։ Այժմ նա ուներ նոր, ավելի սարսափելի թշնամի՝ իր սեփական ամուսինը։ Սառը դատարկությունը Սյուզանի ներսում դանդաղորեն փոխարինվեց այրող զայրույթով։ Ցնցումը վերածվեց սառը հաշվարկող վճռականության։ Նա այլևս զոհ չէր, նա մարտիկ էր, եւ նրա առաջին քայլը զանգն էր բժշկուհի Վարդանյանին։ «Բժշկուհի, ես գտա գումարը, խնդրում եմ կազմակերպեք ամեն ինչ Շվեյցարիայի հետ։ Մենք պետք է հնարավորինս շուտ մեկնենք», ասաց նա պողպատե ձայնով։ Հեռախոսի մյուս կողմում զարմացած լռություն էր։ «Սյուզան, ես շատ ուրախ եմ, իհարկե, անմիջապես կզբաղվեմ», պատասխանեց բժշկուհին։ Նա չհարցրեց որտեղից գումարը, նա պարզապես զգացավ Սյուզանի ձայնի փոփոխությունը եւ հասկացավ, որ ինչ-որ բան արմատապես փոխվել է։ Հաջորդիվ Սյուզանը զանգեց ոչ թե Դավիթին, այլ փաստաբանի։ Նա հստակ գիտեր ինչ է անելու, նա պետք է պաշտպաներ իրեն եւ իր որդուն։ Նա հավաքեց Դավիթի բոլոր ֆինանսական փաստաթղթերը, ապահովագրական պոլիսի պատճենը եւ դրեց դրանք պայուսակի մեջ։ Այս թղթերն այլևս պարզապես թղթեր չէին, դրանք զենք էին։ Երբ նա վերադարձավ հիվանդանոց, նա այլ մարդ էր։ Նրա քայլվածքը վստահ էր, հայացքը ուղիղ։ Նա մտավ Արմանի սենյակ եւ ժպտաց որդուն։ «Իմ սուպերհերոս, մենք ճամփորդության ենք գնում, դեպի մի երկիր, որտեղ սարերը շատ բարձր են»։ «Իսկ շոկոլադը շատ համեղ», ասաց նա։ Արմանի աչքերը փայլեցին։ Նա չգիտեր, որ այդ ճամփորդությունը ոչ թե պարզապես բուժման համար էր, այլ փախուստի։ Այդ երեկո, երբ Սյուզանը հավաքում էր իրենց իրերը, դուռը թակեցին։
Դա Դավիթն էր։ Նրա տեսքը խղճուկ էր, չսափրված, հոգնած աչքերով։ Սյուզան, կարող ենք խոսել, սկսեց նա։ Մենք խոսելու ոչինչ չունենք, սառը պատասխանեց Սյուզանը առանց նրա վրա նայելու։ Ես գիտեմ, որ սխալ եմ վարվել, ես վախեցա, բայց ես ուզում եմ ամեն ինչ ուղղել, ես կօգնեմ, եկեք միասին, կակազում էր նա։ Սյուզանը դադարեցրեց իր գործը և շրջվեց, նա նայեց նրան ուղիղ աչքերի մեջ։ Դու ուզում ես օգնել, իսկապես, ինչպես, գուցե որդուդ կյանքի ապահովագրությամբ, հանգիստ հարցրեց նա։ Դավիթի դեմքը գունատվեց, նա քարացավ։ Դու որտեղից։ Դա այլևս կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ես ամեն ինչ գիտեմ։ Ես գիտեմ քո իրական ծրագրերի մասին։ Ես գիտեմ, որ դու սպասում էիր։ Եվ հիմա լսիր ինձ ուշադիր։ Դու մոտ չես գա ոչ ինձ, ոչ իմ որդուն։ Ես ու Արմանը մեկնում ենք։ Եթե փորձես խանգարել, այս բոլոր փաստաթղթերը կհայտնվեն ոստիկանությունում։ Հասկանալի է։ Դավիթը նայում էր նրան, անկարող խոսելու։ Նրա առջև կանգնած էր ոչ թե իր հնազանդ տառապող կինը, այլ մի անծանոթ պողպատե կին, ում աչքերում սառույց էր։ Նա հասկացավ, որ խաղն ավարտված է, նա պարտվել էր։ Առանց մեկ բառ ասելու նա շրջվեց և հեռացավ։ Դավիթի հեռանալուց հետո Սյուզանի ուժերը սպառվեցին։ Նա հենվեց պատին և սահեց ներքև։ Զայրույթը փոխարինվեց ցավի նոր ալիքով։ Բայց այս անգամ նա մենակ չէր։ Զանգեց հեռախոսը։ Բժշկուհի Վարդանյանն էր։ Սյուզան, ամեն ինչ պատրաստ է, կլինիկան սպասում է ձեզ, տոմսերը վաղվա համար են, և ևս մեկ բան, ես խոսեցի իմ ընկերների հետ, մենք փոքրիկ դրամահավաք ենք կազմակերպել հիվանդանոցում։ Գումարը մեծ չէ, բայց կօգնի ձեզ առաջին խաներում, մենք ձեզ հետ ենք։ Սյուզանի աչքերից արցունքներ հոսեցին, բայց դրանք այլևս հուսահատության արցունքներ չէին։ Աշխարհում, որտեղ նրա ամենամոտ մարդը դավաճանել էր իրեն, կային նաև անծանոթ մարդիկ, ովքեր պատրաստ էին օգնել։ Նա գտել էր իր առաջին դաշնակցին, և դա նրան ուժ տվեց։ Նա վեր կացավ։ Նրա առջև դժվարին ճանապարհ էր, անծանոթ երկիր, բարդ բուժում, պայքար Դավիթի դեմ։ Բայց հիմա նա գիտեր, որ կարող է։ Նրա սերը որդու նկատմամբ ավելի ուժեղ էր, քան ցանկացած դավաճանություն և ցանկացած խոչընդոտ։ Նա պատրաստ էր պայքարելու։ Օդանավակայանի աղմուկը, մարդկանց ձայները, հայտարարությունները, այս ամենը կարծես հեռավոր ֆոն էր Սյուզանի համար։ Նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Արմանի վրա, ով հետաքրքրությամբ նայում էր հսկայական պատուհանից դուրս դեպի ինքնաթիռները։ Սյուզանը ստուգում էր փաստաթղթերը երրորդ անգամ, անձնագրերը, տոմսերը, բժշկական թղթերը։ Նրա սիրտը բաբախում էր, բայց դա այլևս հուսահատության բաբախյունը չէր, այլ մարտից առաջ լարվածության։ Նրանք անցան անձնագրային հսկողությունը, և երբ արդեն շարժվում էին դեպի իրենց մուտքը, Սյուզանը զգաց, որ ինչ-որ մեկը հետևում է իրենց։ Նա կտրուկ շրջվեց։ Մի քանի մետր հեռավորության վրա կանգնած էր Դավիթը։ Նրա դեմքին տարօրինակ սառը վճռականություն կար։ Դու ոչ մի տեղ չես գնա, հանգիստ ասաց նա մոտենալով։ Դու իրավունք չունես երեխային առանց իմ թույլտվության երկրից դուրս հանելու։ Իսկ դու իրավունք ունեիր սպասելու նրա մահվանը, նույնքան հանգիստ պատասխանեց Սյուզանը։ Մի քանի անցորդներ կանգ առան, զգալով լարվածությունը։ Դու ոչինչ չես կարող ապացուցել, դա ընդամենը թուղթ է, իսկ առանց իմ ստորագրության դուք սահմանը չեք անցնի, ասաց Դավիթը, փորձելով վերահսկել իրավիճակը։ Նա հույս ուներ, որ Սյուզանը կվախենա, կհանձնվի, բայց նա սխալվում էր։ Գիտես, ես մտածում էի այդ մասին, ասաց Սյուզանը և հանեց հեռախոսը։ Նա սեղմեց մի կոճակ, և հեռախոսից լսվեց իրենց վերջին խոսակցության ձայնագրությունը, որտեղ Դավիթը փաստացին խոստովանում էր ամեն ինչ։ Ես նաև այս ձայնագրության պատճեններն ուղարկել եմ իմ փաստաբանին և բժշկուհի Վարդանյանին։ Եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, կամ եթե մենք չհասնենք Ցյուրիխ, նրանք գիտեն ինչ անել։ Հիմա ընտրիր, Դավիթ, կամ դու հիմա հեռանում ես, կամ մենք միասին գնում ենք ոստիկանություն։ Դավիթի դեմքը քարացավ։ Նա նայեց Սյուզանին, հետո անհոգ Արմանին, ով ոչինչ չէր հասկանում։ Նա հասկացավ, որ թակարդում է։ Սյուզանը նրան շախ և մատ էր արել։ Ատելությամբ լի հայացքով նա շրջվեց և անհետացավ ամբոխի մեջ։ Սյուզանը թեթևացած շունչ քաշեց, բայց գիտեր, որ սա միայն առաջին ճակատամարտն էր։ Թռիչքը անցավ լարվածության մեջ։ Շվեյցարիայում նրանց դիմավորեց կլինիկայի ներկայացուցիչը։ Հիվանդանոցը ժամանակակից էր, պայծառ, բայց Սյուզանի համար դա ևս մեկ ոսկեվանդակ էր։ Հաջորդ օրը սկսվեցին հետազոտությունները։ Բժիշկները լավատես էին, բայց զգուշավոր։ Բուժումը բարդ է լինելու և երկարատև, և հաջողության 100%-անոց երաշխիք չկա, ասաց գլխավոր բժիշկը պրոֆեսոր Շմիդտը։
Ամեն օրը պայքար էր, Արմանը տոկունությամբ էր տանում բոլոր պրոցեդուրաները, բայց երեկոյան ուժասպառ էր լինում։ Սյուզանը նրա կողքին էր ամեն վայրկյան, կարդում էր նրա համար, նկարում էր նրա հետ, պատմում էր հեքիաթներ ապագայի մասին, որտեղ նա առողջ է և վազվզում է կանաչ մարգագետիններում։ Բայց ֆինանսական խնդիրները սկսեցին սեղմել օղակը։ Նախնական գումարը սպառվում էր, իսկ բուժման ամբողջական արժեքը աստղաբաշխական էր։ Սյուզանը փորձում էր հեռակա աշխատանք գտնել իր մասնագիտությամբ, բայց դա գրեթե անհնար էր։ Մի երեկո, երբ նա հուսահատ նստած էր իր նոթբուքի առջև, նրա էլեկտրոնային փոստին նամակ եկավ։ Ուղարկողը անծանոթ էր։ Նա բացեց նամակը։ Այն Դավիթից էր։ «Դու կարծում ես հաղթելի ես։ Դու խլեցիր իմ փողերը, իմ ապագան, բայց դու երկար չես ուրախանա։ Ես սառեցրել եմ մեր բոլոր համատեղ հաշիվները։ Քո բանկային քարտը շուտով կարգելափակվի։ Տեսնեմ, թե ինչպես ես գոյատևելու օտար երկրում, առանց գումարի։ Դու դեռ կզղջաս այս ամենի համար»։ Սյուզանի սիրտը սառեց։ Նա անմիջապես ստուգեց իր առցանց բանկինգը։ Դավիթը ճիշտ էր, հաշիվը զրոյացված էր։ Նա մնացել էր օտար երկրում, հիվանդ երեխայի հետ, գրեթե առանց գոյության միջոցների։ Դավիթը նոր հարված էր հասցրել, ավելի դաժան և հաշվարկված։ Սա պատերազմի նոր փուլ էր, որտեղ խաղադրույքները բարձրացել էին մինչև վերջին սահմանը։ Դավիթի նամակը հարված էր, բայց այլևս ոչ մահացու։ Սյուզանը զգաց, թե ինչպես է վախը փորձում սողոսկել իր մեջ, բայց նա այն խեղդեց, նա այլևս ժամանակ չուներ վախենալու։ Նա վերցրեց հեռախոսը և զանգահարեց բժիշկուհի Վարդանյանին։ «Աննա, ինձ օգնություն է պետք։ Դավիթը փակել է իմ հաշիվները, ես այստեղ մնացել եմ առանց գումարի», արագ բացատրեց նա։ Հեռախոսի մյուս կողմում մի պահ լռություն տիրեց։ «Սյուզան, մի անհանգստացիր, ես կապ կհաստատեմ այստեղի հայ համայնքի հետ, նրանք կօգնեն, դու մենակ չես», հնչեց վստահ պատասխանը։ Եվ նրանք օգնեցին։ Մի քանի ժամ անց Սյուզանին զանգահարեց տեղի հայկական բարեգործական կազմակերպության ղեկավարը։ Նրանք ոչ միայն ժամանակավորապես լուծեցին նրա ֆինանսական խնդիրները, այլև իրավաբան գտան, ով կօգներ նրան պայքարել Դավիթի դեմ։ Սյուզանը հասկացավ, որ իր ուժը ոչ միայն իր մեջ է, այլև այն մարդկանց մեջ, ովքեր հավատում են իրեն։ Միևնույն ժամանակ Արմանի բուժումը շարունակվում էր։ Դա դժվարին ճանապարհ էր լի ցավով և փոքրիկ հաղթանակներով։ Եղան օրեր, երբ թվում էր, թե ամեն ինչ իզուր է։ Բայց հետո Արմանը ժպտում էր, և Սյուզանը նորից ուժ էր գտնում պայքարելու։ Մի օր, երբ նա նստած էր որդու մահճակալի մոտ, պրոֆեսոր Շմիդտը մտավ սենյակ։ Նրա դեմքին լուրջ արտահայտություն էր։ «Տիկին Սարգսյան, մենք հասել ենք կրիտիկական կետի։ Արմանի օրգանիզմը լավ է արձագանքում թերապիային, բայց վերջնական հաջողության համար անհրաժեշտ է ոսկրածուի փոխպատվաստում։ Մենք ստուգել ենք բոլոր բազաները, բայց համապատասխան դոնոր չենք գտել»։ Սյուզանի սիրտը կանգ առավ։ Իսկ ծնողները, հազիվ լսելի հարցրեց նա։ «Մենք ստուգել ենք ձեզ, դուք ցավոք համատեղելի չեք, միակ հնարավոր տարբերակը հայրն է»։ Այս խոսքերը որոտի պես հնչեցին։ Արմանի կյանքը կախված էր այն մարդուց, ով ցանկանում էր նրա մահը։ Սյուզանը կանգնած էր անհնարին ընտրության առաջ։ Զանգել Դավիթին, խնդրել, աղաչել։ Իսկ եթե նա մերժի, կամ ավելի վատ, պայմաններ դնի։ Նա ամբողջ գիշեր չքնեց, տանջվելով կասկածների մեջ։ Առավոտյան նա որոշում կայացրեց։ Նա չէր խնդրելու, նա պահանջելու էր։ Նա զանգեց Դավիթին։ «Արմանին դոնոր է պետք, դու միակն ես, ով համատեղելի է», առանց նախաբանի ասաց նա։ Հեռախոսի մյուս կողմում երկար լռություն էր։ «Եվ ինչու պետք է ես դա անեմ», վերջապես հնչեց սառը ձայնը։ «Որովհետև նա քո որդին է», պատասխանեց Սյուզանը։ «Նա այլևս իմ որդին չէ այն պահից, երբ դու նրան ինձնից խլեցիր»։ «Լավ», ասաց Սյուզանը, և նրա ձայնը դարձավ պողպատե։ «Ուրեմն լսիր իմ պայմանը։ Կամ դու գալիս ես և դառնում դոնոր, և ես հրաժարվում եմ բոլոր ֆինանսական պահանջներից ու քրեական մեղադրանքներից, կամ ես վերադառնում եմ, և դու քո կյանքի մնացած մասն անցկացնում ես բանտում, սեփական երեխայի սպանության փորձի համար։ Ընտրությունը քոնն է»։ Նա անջատեց հեռախոսը, չսպասելով պատասխանի։ Սա նրա վերջին խաղաքարտն էր։ 2 օր անց Դավիթը Ցյուրիխում էր։ Նա հիվանդանոց եկավ մռայլ և լուռ։ Նա խուսափում էր Սյուզանի հայացքից։ Վիրահատությունը բարդ էր, բայց հաջող անցավ։ Երբ ամեն ինչ ավարտվեց, Սյուզանը մտավ Դավիթի հիվանդասենյակ։ Նա պառկած էր, գունատ և ուժասպառ։ «Շնորհակալություն», պարզապես ասաց Սյուզանը։ Դավիթը դանդաղ շրջեց գլուխը։ «Ես դա Արմանի համար չեմ արել», խռպոտ ձայնով ասաց նա։ «Ես դա ինձ համար եմ արել։ Ես չէի կարող ապրել այդ մտքի հետ։ Դա ներողություն չէր, բայց դա խոստովանություն էր։ Եվ դա բավարար էր։ Մի քանի տարի անց արևոտ օր է։
Փոքրիկ հարմարավետ բակի կանաչ խոտերի վրա վազվզում է 10-ամյա առողջ եւ կենսասուրախ Արմանը։ Նա ֆուտբոլ է խաղում ընկերների հետ, նրանց ծիծաղը լցնում է օդը։ Տան պատշգամբում նստած է Սյուզանը, նա այլևս այն հոգնած տանջված կինը չէ, նրա դեմքին հանգստություն է եւ իմաստություն։ Նա աշխատում է որպես ճարտարապետ, ստեղծելով ոչ միայն շենքեր, այլև նոր կյանք իր եւ իր որդու համար։ Նա հաղթել էր, ոչ թե Դավիթին, այլ հանգամանքներին, հուսահատությանը, ճակատագրին։ Նա նայում է որդուն եւ ժպտում։ Նրա սերը իսկապես ավելի ուժեղ էր, քան ժայռը։ Այս պատմությունը մայրական սիրո անսահման ուժի մասին է, որը կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Այն նաև այն մասին է, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում կարելի է գտնել լույս եւ աջակցություն, եւ ամենակարևորը, երբեք չպետք է հանձնվել։ Իսկ դուք, սիրելի բաժանորդներ, ինչ եք կարծում այս պատմության մասին։ Ինչ դասեր քաղեցիք դուք։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։ Շնորհակալություն, որ մեզ հետ